Տիկին Այվազյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր խոսքը։ Եվ այսպես, այսօր հունվարի 28-ն է, մեր հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը, օրվա խորհրդով պայմանավորված ձեր խոսքը, համեցեք։ Նախ շնորհավոր եմ բոլորիս այսօրվա կապակցությամբ։ Բանակը այն սրբությունն է, որ երկրում ինչ էլ պատահի, ինչ քաղաքական երկպառակտություն էլ լինի, ոչ մի հայ իրավունք չունի խոսելու, փնովելու բանակին։ Փնովում ես բանակին, փնովում ես քո զինվորին։ Իմ պաշտամունքն է բանակը, որովհետև բանակի ստեղծման, նախաստեղծման առաջի օրերից ես իմ պայքարը կապել եմ բանակի հետ։ Դժվար է ստեղծվել այն, ոչ ոք չի ասի, թե ամեն ինչ շատ հեշտ եղավ։ Իմ սերնդակիցները բոլորը գիտեն, թե մենք ինչ ուրախություն էինք ապրում, երբ մի փամփուշտ էինք ջարում, մի փամփուշտ։ Եվ աղքատիկ զինապահեստով, աղքատիկ համազգեստներով, տարբեր ձևի, տարբեր կիսաճատկավոր կոշիկներով, մենք ստեղծեցինք ջոկատներ, ջոկատներից բանակ։ Բանակը հիմնականում դեկտեմբերի 15-ին ստեղծվեց, բայց փաստացի պաշտոնական հրամանագիրը գրվեց հունվարի 28-ին։ Շուշիի գրավման հաջորդ օրն էլ ստեղծվեց պաշտպանության բանակը։ Այս երկու բանակը մեկ մարմին են, բոլորս դա գիտեինք, որովհետև երկու բանակի նպատակը հայկական հողը պաշտպանելն էր, որին հաջողությամբ հասնում էին մեր տղաները, մեր առյուծները։ Ես կցանկանայի, որ մեր բանակը ունենա այսօր այն մարտական ոգին, ինչ որ ուներ այն ժամանակ։ Գիտեք, զինվածությունը լավ բան է, որ լինի ժամանակակից տեխնիկա, բայց առաջի հերթին բանակը իր հաղթության համար մարտական ոգի է պահանջում։ Եթե զինվորը չունեցավ այդ մարտական ոգին, ինչ ռակետներ ուզում ես, ինչ բայրակթարներ ուզում ես, ինչ ուզում ես բանակը լցրու դրանցով, օգուտ չունի։ Բանակի մարտական ոգին է բարձրացնել պետք։ Ընկեր իշխանություններ, ականջների տողարեք և քաղաքապաշտպանության դասերը դպրոցներում վերականգնեք և առանձնակի ուշադրություն դարձրեք։ Արցախի մեր 4-րդ դասարանի երեխան վայրկենապար քանդում էր ավտոմատը և հավաքում։ Մենք հավերժ պայքարող երկիր ենք, մեզ մոտ պատերազմը երբեք չի վերջանում։ Հույս չպահեք ձեր ասած խաղաղությանը։ Դա ժամանակավոր դադար է, դա խաղաղություն չէ մշտական։ Մեր ազգը դատապարտված է միշտ պայքարող ազգ լինել, միշտ իր կյանքը պաշտպանելու համար պատերազմող ազգ լինել, իսկ դրա համար մեզ բանակ է պետք, որ գիշերը հանգիստ գլուխներս տնենք բարձին։ Մենք միշտ ունեցել ենք այդ բանակը 88 թվից սկսած, ջոկատների տեսքով նախ, հետո արդեն պրոֆեսիոնալ բանակի տեսքով։
Շնորհավոր բան ծնունդդ, իմ հարազատ բանակ, քո երակների մեջ հոսում է իմ արյունից նաև մեկ կաթիլ, որովհետև իշքան կարողացել եմ, ես փորձել եմ օգնել քո հիմքերը ամրապնդելու։ Թող երկարատև լինի քո ծնունդը, ամեն տարի, տարեց տարի հզորանաս և մենք կպարտանանք քեզնով։ Այսքանը կասեի բանակի օրվա կապակցությամբ, եթե հարց ունեք, Ունեմ հարց, վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով բանակի օրը նշում էր, որ մեր բանակը այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում է եւ օրորի պաշտպանունակությունն ավելանում է։ Եվ խոսել է զինծառայողների 700,000 դրամանոց աշխատավարձերի մասին, խոսել սպայական կազմի 1-1.5-2 միլիոնը գերազանցող այսպես աշխատավարձերի մասին, որը ըստ նրա սոցիալական խնդիրներ են այս կերպ լուծել եւ ինչ է ասում։ Ինքը իր խոսքով հիմա իրենք այնպիսի ռազմավարություն են մշակել եւ հետեւում են այդ ռազմավարությանը, որը իրենց հանգեցրել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քարակոն ֆորմատով ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության, ըստ որի Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունն, ինքնիշխանությունը ճանաչում են նորից հղում անում Ալմա-Աթայի հռչակագրին եւ շարունակում է ասել, որ հենց այդ ժամանակ ինքը այդ պայմանագրով կարողացավ Հայաստանին սպառնացող գոյաբանական խնդիրները լուծել։ Ըստ էության սա այն Պրահան է, որտեղ վերջնականապես որոշվեց, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ իրենց կողմից համեցեք։ Նիկոլ Փաշինյանին քնից արթնացնող չկա ընդհանրապես այդ մարդուն։ Այդ թվերը որտեղից են նկարում եւ ասում։ Ինչ 700,000, ինչ 600,000, ինչ միլիոն չգիտեմ ինչքան հազար։ Ես պահեստազորի սպա եմ։ Ես չեմ հիշում վերջին անգամ զինվորական թոշակը երբ է ավելացել։ Տարիներ առաջ։ Ինչի ես ստում այ մարդ։ Քո պայմանագրային զինծառայողները ստանում են 300-350,000 դրամ, ինչ 700,000-ից ես խոսում, այ ընկեր, բավական չէ թոս փչես այս ժողովրդի աչքերին։ Ինչ վերաբերվում է Պրահայում քո ասածին, նույնիսկ Ռուսաստանի նախագահան և Բելարուսիայի նախագահան զարմացել էին քո հայտարարությունից։ Դու որ եկար Ստեփանակերտ, վիդեոները կա, հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, և գոռում էիր, Արցախը Հայաստան է և վերջ, ժողովուրդն էլ քեզնից բարձր էին ուռա կանչում ու գոռում։ Եվ Պրահայում ինչ եղավ, քեզով հրամայեց ասել, որ Արցախը Ադրբեջան է։ Այսօր չեմ ուզում այս տոն օրը ես մռայլ դարձնեմ քո բարբաջանքներից, բայց մի բան կարող եմ ասել։ Բանակի տոն օրը այսօր նաև արցախցիների համար է տոն օր, որոնք այստեղ անտուն բնավեր կիսասոված իրենց գոհությունը քարշ են տալիս քո շնորհիվ, Նիկոլ Փաշինյան, միայն քո շնորհիվ։ Քեզ ստիպում էին ասել այդ նախադասությունը, հրաժարական տայր, այ ընկեր։ Ինչի դու 120,000 մարդու ճակատագիր խեղեցիր, գաղթական դարձրիր և դրախտ Արցախը տվեցիր Թուրքին։ Ինչ վտանգ էր սպառնում, ինչ ես հորինում, ինչ ես հորինում։ Դու ասում ես նախկինները քանդել են բանակը,
44 օրյայի ժամանակ շատ պահեստներ փակ մնացին։ Չբացվեցին, որ զինտեխնիկա եւ զինամթերք հասնի Արցախ։ Շատ զորագնդեր, շատ գումարտակներ Գորիսից հետ դարձրիք։ Ինչից ես խոսում։ Ալիևը ասաց, որ 6 միլիարդի զենք է ինքը միայն վերցրել, դա արդեն չօգտագործված պարագայում։ Պատկերացրեք 44 օրյա պատերազմում մեր հայ զինվորն ու հայ կամավորը որքան զենք են նաև կիրառել պաշտպանության համար, որ կարողացել են այսպես այդ ամբողջ էլ վարձկանների, էլ Թուրքիայի, էլ Ադրբեջանի դեմ պատերազմ մղել։ Այնպես որ եւ ինքն էր խոսում, որ տարածաշրջանում Հայաստանի բանակն ամենամրցունակն է Տավուշյան դեպքերից հետո հիշում ենք։ Մեր զինապահեստները լիքն էին։ Այո։ Տեխնիկայով։ Այո։ Ես 5-րդ կորպուսում էի, երբ միջազգային զինվորական դիտորդները գալիս էին, ասածս ճիշտ կլինի, թե ճիշտ չի լինի, բայց ի պատասխան Նիկոլին պիտի ասեմ, մենք թաքցնում էինք կորպուսի զինտեխնիկան, որ դիտորդները չտեսնեն, որ ինչեր ունենք եւ ինչու այդքան ունենք։ Ինչ ես խոսում։ Բավական չէ։ Տղամարդը այն տղամարդն է, որի խոսքն ու գործը իրար համընկնում են։ Ընկեր, մի բան ես ասել, ուրիշ բան արել, եւ այնքան տղամարդ չեղար, որ մի անգամ մեղագայր եւ ներողություն խնդրեիր Արցախահայերից։ Գնայր որևէ գյուղ, որևէ շրջան, որտեղ շատ էին Արցախահայերը եւ հանդիպեիր եւ նրանց ցավն ու դարդը լսեիր։ Դու ատում ես մեզ Արցախահայերիս։ Եվ դրա պատասխանը կստանաս իհարկե դեմը ընտրություններ են։ Դու կստանաս դրա պատասխանը։ Ես նորից եմ կրկնում, մեր բանակը մեկ բանակ էր։ Արցախի սպաները, Արցախի ՊԲ-ն հրամանները ստանում էր ՊՆ-ից, սպայական կոչումները ստանում էր ՊՆ-ից, աշխատավարձը ստանում էր ՊՆ-ից, զորավարժությունները կատարում էր Հայաստանում կամ միասին։ Ինչ ես խոսում։ Ինչ իրավունք ունեիր դու երկիր ծախելու, բանակ ծախելու, քաղաքներ ու գյուղեր ծախելու։ Երեք էլ հիշատակած օր է Իրանում։ Այդ հիշատակած օրվա մեջ կներեք մտավ Արցախը։ Մի անգամ հիշատակեցիր Արցախին, արցախցիներին, մեր եղբայրական գերեզմանոցում ննջողներին, մեր գերեզմանոցներին բազմաթիվ, մեր թողած տուն ու տեղին, մեր ցավին, մեր կարոտին, մի անգամ հիշեցիր երեք։ Հնարավոր չէր ուղիղ եթեր դուրս գալ եւ մի օր կիսվել, մի օր անկեղծանալ, մի օր ասել ինչի արեցիր, այդ սարսափելի դավաճանությունը դու ինչի կատարեցիր։ Դու դարերով կմնաս հայոց պատմության մեջ։ Ես վախենում եմ, ասում ենք այսօր հայոց բանակի օրն է, չէ՞։ Քեզ դուր չեկավ անցյալ տարի, երբ ասեցիր, բայց ինչի հայ ժողովրդի պատմություն եւ ոչ Հայաստանի պատմություն։ Ես վախենում եմ հայոց բառնել ջնջես, ընդհանրապես։ Եվ կարծիք ես հայտնում միասնական տարածաշրջանի միասնական բանակ ստեղծելու մասին։ Ում հետ ես տարածաշրջանում միասնական բանակ ստեղծում։ Թուրքի, որ ավելի հեշտ մորթի կողքի հայ զինվորին, չսպասի նրա քնելուն եւ կացին չփնտրի։ Ժողովուրդ ջան, եթե երկիրը չունեցավ հզոր բանակ, երկիրը հզոր երբեք չի դառնա։ Այդ երկիրը միշտ ոտքի տակի փալաս կդառնա հզորների, ոտքերի համար։ Մենք փոքր երկիր ենք։ Մի անգամ սպարապետը
մի հրաշալի միտք հայտնեց Նուբարաշենի կորպուսում, երբ ես սպա էի, ինքը եկավ գնդի հրամանատարների հետ հանդիպման եւ ասաց. մենք փոքր ազգ ենք, մենք չունենք այն հարուստ ընդերքը, որ դառնանք Արաբական Էմիրատներ կամ հարուստ մի պետություն, բայց ունենք ուղեղներ, հրաշք ուղեղներ, եւ մենք պետք է զբաղվենք ժամանակակից զինտեխնիկայի արդյունաբերությամբ եւ արտահանությամբ, որ ոչ մի հզոր պետություն մեզ վերևից չնայի, այլ մեզնից կախված լինի։ Այսօր, գոնե այսօրվա իշխանությունները էլի չեն հասկանում, որ այնպիսի մարտահրավերներ կա, որ հնարավոր է Հայաստանը թատերաբեմ դառնա մարտական գործողությունների համար։ Եվ ամեն դեպքում մեզ հզոր բանակ է պետք։ Եթե ինքը ասում են ինչ արեցիք այդ միլիարդները, ասում է զենք եմ առել, գոռում է։ Եթե զենք ես առել, ապրես, բայց եթե դու զենք առած լինեիր, Ադրբեջանը չէր հոխորտա, Թուրքիան չէր հոխորտա, դու գլուխ չէիր խոնարհի նրանց առաջ։ Երկրի ղեկավարը եթե վստահ է իր բանակի հզորության, զինվածության վրա, նա երբեք չի խեղճանում։ Լսում ես, ես չեմ հավատում, որ դու զենքեր ես առել այդ միլիարդավոր դոլարներին։ Այսքանը կասեի, ուրիշ հարց ունեք։ Կա հարց իհարկե, եւ խոսում ենք մեր հայրենակիցների, մեր արցախցի հայրենակիցների ծանր վիճակի մասին, խոսում ենք, որ մենք մի իրականության մեջ ենք ապրում, որ մեր մեծահասակները եւ ոչ միայն մարդկանց մեծ մասը թոշակառունները մասնավորապես սովի են մատնված, ծայրագույն աղքատության մեջ են գտնվում եւ այս ամենը զուգորդվում է իրենց միլիոնավոր պարգևավճարներով, գլխավոր դատախազից մինչև Նիկոլ Փաշինյան եւ այսպես շարքային քպականներ պարզապես։ Գիտեք, Մարիամ ջան, ես այսպիսի մի բան կասեի այդ մեր ղեկավար կոչեցյալին, յուրաքանչյուր թոշակառու իր այդ չնչին թոշակը կտար բանակի համար, եթե անհրաժեշտ լիներ բանակը զինելու, նա չէր ափսոս այդ 40,000-ը, 50,000-ը կտար բանակին, բայց ինչպես միլիոնավոր դրամներ այդ չինովնիկները իրենց գրպանը դրեցին, թող տային բանակին, բանակին չտվեցին թոշակառուների թոշակը ավելացնեին։ Այդ հիմար որոշումները ով է դրանց խորհուրդ տալիս, որ ընդունում են։ Թոշակառուն իրավունք չունի արձերն փոխով առևտուր անելու։ Այն մարդ ես գնում եմ շուկա մի փունջ կանաչի վերցնեմ։ Այդ գյուղից եկած կանաչի ծախողին ինչ տամ, քարտս տամ, ասեմ, քարտիցս 200 դրամ հանի։ Դուք մտածում եք ինչ եք ասում։ Գյուղում ապրող այդ պարավները քարտով ինչպես առևտուր կանեն։ Իհարկե դու դրա համար էլ ճիշտ ասեցիր, ասացիր 10,000 դրամը նրանք ինչի պիտի ծախսեն։ Չգիտեն էլ ծախսելը։ Իհարկե չգիտեն։ Դուք միլիոնավոր դրամները ծախսեցեք։ Ովքեր ստացան, ստորագրեցին եւ ստացան այդ պարգևները, գիշերը ինչպես քնեցին, հարցս ուղում եմ նրանց։ Ինչպես քնեցին, փողոցով անցնելուց, որ տեսնում են թոշակառուն ձեռքը մեկնած մուրացկանություն է անում, դուք ինչպես քնեցիք այդ գիշեր։ Եվ մենք պիտի հույս պահենք, որ դուք
ապագա պիտի տակ մեզ համար, մեր թոռների, մեր տղաների համար։ Այսօր մենք ենք թոշակառու, վաղը դուք եք։ Մյուս օրը մեր թոռներն են։ Այնքան ամոթ էր այդ պարգևավճարը բաժանելը, որովհետև ես իշքան քեզ հիշում եմ, Նիկոլ Փաշինյան, երբ դեպուտատ էիր ազգային ժողովի ամբիոնից խոսում էիր պարգևների մասին, որ ստանում էին դեպուտատները։ Ինչ եղավ, այն ժամանակ եթե ծրարով 1 միլիոն դրամ էին ստանում, սարքեցիր 7-8-9 միլիոն դրամ։ Հետո ինչ որ ծրարով չես տալիս, քարտին ես նստեցնում, ինչն է դրանից փոխվում։ Տոկոս է դուրս գալիս հարկայինը, հա, նորից գրբանդ մտնում։ Մի երկրում, եթե ներքևի խավի մասին մտածող չկա, վերևի խավի հացը ով պետք է տա, և պարզ չի, որ դրանք շատ կարճ ժամկետ ունեն գոյատևելու, որովհետև ներքևինը պիտի պահի վերևինին, իսկ ներքևինը չունի։ Ես խղճում եմ մեր իշխանություններին, մեր կառավարությանը, որ այդքան աղքատ ուղեղներ ունեն, որ այդքան անգիտակ խորհրդականներ ունեն։ Գուցե, որովհետև խորհրդական բառը գալիս է հին աշխարհից։ Խորհրդականները եղել են իմաստուններ, տարեց իմաստուններ, կառավարությունում մի հատ տարեց, իմաստուն մարդ ցույց տվեք։ Տատս կասեր լակոթխանա եք սարքել աշխարհը։ Գուցե ասածս կոպիտ է հնչում, գուցե մեր երիտասարդների մեջ հրաշալի երիտասարդներ կան։ Նայում եմ ընդդիմադիրներին, լսում եմ նրանց ելույթները, հիանում եմ ուղղակի, այնքան հրաշալի երիտասարդներ ունենք։ Ես մի ժամանակ իմ ծառայողական մեքենայով վարորդի հետ սովետի ժամանակ էր, պետք է թռչեի Երևան, հետո օդանավակայում էի Ստեփանակերտի, ասացին օդանավը վայրեջք է կատարել Աղդամ, Աղդամից պետք է թռչեք։ 10 րոպե էր մնացել եւ վարորդիս ասի քշի արագություն հավաքի, որ հասնենք օդանավին։ Ճանապարհը Աղդամի փոսեր էին, ասֆալտը քանդված եւ վարորդս անընդհատ ընկնում էր փոսերի մեջ։ Վերջում որ հոգնեցի, ասի լսի տղա ջան, դու փոսերը ճոկում ես ընկնելու համար, թե խուսափելու համար։ Նիկոլ, դու կադրերդ ընդունում ես խայտառակվելու համար, թե փառաբանվելու համար։ Քեզ չեն ասում ինչքան է նվազել քո վարկանիշը։ Քեզ չեն տեղեկացնում, թե ավտոբուսներում, մետրոներում, երթուղային տաքսիներում ինչ անեծքների ես արժանանում դու։ Ժողովուրդը այլևս ինչ է մտածում քո մասին, քո այդ խորհրդականները քեզ տեղյակ չեն պահում։ Դու ընտրություններով կանցնես միայն խաբեության միջոցով։ Եթե արդար ընտրություններ լինի, դու չես անցնի։ Չես անցնի, որովհետև դու ժողովրդի հետ չես շփվում։ Շփվում ես նրանց հետ, ովքեր քո արբանյակներն են։ Եկեղեցի գնալուց էլ ավտոբուսներով բերում եք այն մարդկանց, ովքեր ձեր կողմնակիցներն են, ձեր արբանյակներն են։ Մեկի տղան է ԿՊ, մեկի հարսը, մեկի եղբայրը, մեկի հարևանը։ Էտեք
էդ եք մասսայական ժողովրդի մեջ դուք վարկանիշ չունեք։ Ես անհամբեր սպասում եմ ընտրություններին եւ ամեն անգամ իմ Facebook-յան էջում ես գրառում եմ անում, այս անգամ էլ այստեղից կասեմ, ոչ մի արցախահայ, եթե իր Արցախին կարոտում է, եթե իր տանը կարոտում է, իր հողն ու երկիրը սիրում է, ՔՊ-ին ձայն չի տա։ Հավատացնում եմ ձեզ, իսկ արցախահայերը հին եւ նոր Հայաստանում ապրող հարյուրավոր հազարներ են։ Այսքանը կասեի։